Ողջույն, ես Լիլին եմ։ Գրքից էկրան այսօր պատմելու եմ մի ճակատագրական կնոջ մասին։ Նա ոչ միայն գեղեցկության խորհրդանիշ է եղել, այլև ապրումների, տագնապների եւ փրկության հույսով ապրող մարդ։ Մերիլին Մոնրոն կինեմատոգրաֆիայի ամենավառ ու հակասական կերպարներից է եղել։ Նրա կյանքի, կարիերայի եւ մահվան վերաբերյալ հետաքրքրությունը մինչ օրս չի դադարել, ինչը հանդիսացել է բազմաթիվ գրքերի եւ էկրանավորումների պատճառ։ Մերիլին Մոնրոյի մասին գրվել են հարյուրավոր գրքեր, ներառյալ կենսագրություններ, վերլուծություններ եւ նրա անձնական գրառումների ժողովածուներ։ Ջոյս Քերոլ Օուտսի 2000 թվականի հրատարակած «Շիկահեր» գիրքը հանդիսանում է ոչ թե դոկումենտալ կենսագրություն, այլ հեղինակի մեկնաբանությունն է Մոնրոյի կյանքի մասին, միահյուսված փաստերով, ենթադրություններով եւ գրական երանգներով։ Վեպը դիտարկում է Մերիլինի Նորմա Ջինից մինչև խորհրդանշական աստղի վերածվելու բարդ ու մութ ճանապարհը։ And we can find Marilyn within Anna. Մերիլին Մոնրոն հանդես է եկել շուրջ 30 ֆիլմում, որոնցից 12-ում որպես գլխավոր դերակատար, բայց կան շատ ֆիլմեր ու սերիալներ, որոնք պատմում են հենց նրա կյանքի մասին։ Նոր էկրանավորումը 2022 թվականին «Շիկահեր» դրաման էր, որը հիմնված էր Օուտսի համանուն վեպի վրա։ Ֆիլմը ստացավ հակասական արձագանքներ, այնինչ դերասանուհու Աննա դե Արմասի խաղն արժանացավ գովասանքի։ Ի տարբերություն գրքի, ֆիլմում քիչ ուշադրություն է դարձվում Մերիլինի դերասանական ունակություններին ու աշխատանքին։ Կենտրոնում հիմնականում նրա տառապանքներն են, սեռական շահագործումն ու մենակությունը։ Ֆիլմը պարունակում է համարձակ, հաճախ սադրիչ տեսարաններ, որոնք դժգոհություն են առաջացրել թե հանդիսատեսի, թե քննադատների կողմից։ Շատ ենթաշերտեր, կերպարներ եւ իրադարձություններ կրճատվել են կամ ամբողջությամբ բաց են թողնվել հանուն ֆիլմի ռիթմի։ Դե Արմասի վիզուալ կերպարը, մազերը, ժպիտը, շարժուձևը, հագուստը մշակվել են մանրամասնությամբ։ Շատերը նշել են, որ որոշ կադրերում դժվար է տարբերել իրական Մերիլինին Դե Արմասից։ Որոշ քննադատներ նշել են, որ դերասանուհու կուբայական ակցենտը չհաջողվեց ամբողջությամբ թաքցնել, ինչը որոշ տեղերում ազդում է կերպարի ամբողջականության վրա։ I can't face doing another scene with Marilyn Monroe. Marilyn Monroe only exists on the screen. Վեպը եւ կինոադապտացիան Մերիլին Մոնրոյի կյանքի գեղարվեստական վերաիմաստավորումներն են, որոնք ցույց են տալիս նրա ինքնության բարդությունը, հանրային կերպարի ստեղծումը եւ փառքի կործանարար ազդեցությունը։ Գիրքը ցույց էր տալիս, թե ինչպես պետք է հասկանալ Մոնրոյին, ֆիլմը ներկայացնում էր նրա ցավը, իսկ այս ամենի արդյունքում մենք գալիս ենք այն ճշմարտությանը, որ փառքի ետևում մարդիկ են։